Բարեձեզ, օրվա լրահոսի կարևորն է ներկայացնում հորիզոն լրատվականը 27 մայիսի չորեքշաբթի։ Հայաստանի Հանրապետության բանակը նոր զինանշան ունի։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձ կա նաև զինանշանը փոխելու պատճառներին։ Նախ անդրադառնանք զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին։ 2001 թվականին հաստատված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկային մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման ծրփագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը արծիվը ունի հերալդիկ եւ գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին, ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։ Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։ Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը։ Նոր զինանշանի կենտրոնական կերպարը, արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը եւ ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի եւ կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության եւ իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի, հովանու եւ պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աջում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։ Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են։ Ազգային ժողովում այսօր էլ նիստ գումարելու փորձը ձախողվել է։ Անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայացել։ Նիստերի դահլիճում բացի նիստը վարող ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանից ներկա են եղել միայն պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Հիշեցնենք, խորհրդարանական 3 խմբակցություններից 2-ն այս օրերին զբաղված են նախընտրական քարոզչությամբ։ Վարորդական իրավունքի զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության 50,000 դրամ վճարելով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրն այսօր ընդունել է մի շարք այլ որոշումներ ևս, որոնք վերաբերել են պաշտպանության, թվայնացման եւ մշակույթի ոլորտներին։
Պաշտպան հայրենիաց ծրագրով առաջարկվում է 5 տարվա ծառայությունից հետո պայմանագիրը եւս 2 կամ 5 տարով երկարացնելու դեպքում զինծառայողներին տրամադրել հավելյալ պատվովճար, համապատասխանաբար 1.5 միլիոն եւ 5 միլիոն դրամ։ Ծրագրի նպատակը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացումն է։ Այս կերպ կրճատվելու է նաեւ ծրագրին միանալու ժամկետը։ Ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Եվ այսպես ըստ փոխնախարարի, եթե զինծառայողը ընդհանուր 10 տարի ծառայի, աշխատավարձից բացի կստանա նաև 10 միլիոն դրամ պատվովճար։ Առիթից օգտվելով նշեմ, որ իրենք արդեն մեր թվականակը պաշտպան հայրենիացի հասել է շուրջ 6000-ի եւ մենք սրանով արդեն մենք ավելի կբեցացնենք թվականակը։ Շատ լավ։ Դա բաց ինֆորմացիա է։ Եվ որովհետեւ մենք քանիցս արդեն ազգային ժողովում եւս հնչեցրել ենք։ Կառավարությունն առաջարկում է փոխել վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքի վերականգնման կարգը։ Նախագծով առաջին անգամ իրավունքից զրկված վարորդները 1 տարվա ժամկետի ավարտից հետո կկարողանան այն վերականգնել առանց քննության վճարելով 50,000 դրամ։ Երբ որ մենք դիտարկում ենք նաև միջազգային փորձը այս տեսանկյունից, միջազգային փորձում թե զրկման իրավիճակներում, թե տրամադրման իրավիճակներում տարբեր հանգամանքներ են հաշվի առնում, որպեսզի ավելի շատ կենտրոնացումը լինի վարորդի վարքագծի վրա, վարքագծի գնահատման եւ դրա փոփոխության վրա։ Վերականգնումից հետո կսահմանվի 1 տարվա փորձաշրջան 13-ի փոխարեն 6 տուգանային միավորով։ Եթե այդ միավորները սպառվեն կամ վարորդը կրկին զրկվի իրավունքից, ապա վերականգնումը նախարարի վստահեցմամբ հնարավոր կլինի միայն քննությամբ։ Նախատեսել են 20 թվականից մինչև 20 թվականի հունվարի 1-ից հետո, մինչև 26 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնելու հնարավորություն տալ կրկին նույն մոդելի կիրառման պայմաններում։ Արփինե Սարգսյանի խոսքով նախագիծը սակայն չի կիրառվելու դատարանների որոշմամբ կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից վարորդական իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև առողջական վիճակի, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված դեպքերի նկատմամբ։ Հաջորդ նախագծի հաստատմամբ 2027-ի հուլիսի 1-ից պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը կիրականացվի X-Road համակարգով, որն արդեն կիրառվում է Էստոնիայում եւ Ֆինլանդիայում։ Դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեկ պետական մարմնի շտեմարանի տվյալները կրկնօրինակվեն մյուս պետական մարմնի մոտ։ X-Road տարբերակի պարագայում մենք ունենալու ենք մի շարք առավելություններ։ Եվ այսպես կբացառվի տվյալների կրկնօրինակումը, կբարձրացվի անվտանգության եւ անձնական տվյալների պաշտպանության մակարդակը, ինչպես նաեւ կապահովվի տվյալների փոխանցման թափանցիկությունն ու հետագծելիությունը։ Համակարգի ներդրմամբ քաղաքացիներն այլևս տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ հավաքելու կարիք չեն ունենա։ Պետական մարմինները տվյալները կստանան միմյանցից միասնական համակարգի միջոցով։ Հաջորդիվ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջիկա 2 ամսում թանգարաններում կհայտնվեն նոր հուշանվերային շարքեր, իսկ պատմության թանգարանում եւ պատկերասրահում կբացվեն նոր վաճառասրահներ։ Նախարարի խոսքով հուշանվերների արտադրությունն իրականացվում է շուկայի ուսումնասիրության հիման վրա տարբեր սեգմենտների համար, իսկ վաճառքից ստացված միջոցները ուղղվելու են նոր խմբականակների արտադրությանը։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, շատ լավ հասկանալով ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ Միության երկրների տարեփտրի ծավալը։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշելով, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է որոշակի տնտեսական ռիսկեր առաջացնել Եվրասիական տնտեսական միության երկրների համար եւ այդ ռիսկերը պետք է գնահատվեն։ Ակնհայտ է, որ հարցի վերաբերյալ քննարկումներ կլինեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, եթե պետությունների ղեկավարները ցանկանան քննարկել այդ թեման, հայտարարել է Օվերչուկը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպային ապագայում անվտանգության ոլորտում սպասում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին այսօր առերեսվում են Բալթյան երկրները նրանց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ներխուժման պատճառով։ Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, կարող է վաղը տեղի ունենալ Եվրոպայի մնացած մասում, հայտարարել է ֆոն դեր Լայենը Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ղեկավարների հետ կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով Եվրամիությունը մտադիր է աշխատել իր անվտանգության համակարգում առկա խնդիրների վերացման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ մի քանի անգամ Բալթյան երկրները հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի պատճառով իրենց օդային տարածքներում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել։
Չինաստանը հայտնել է, որ շարունակում է ջանքեր գործադրել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Մասնավորապես Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա եւ ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները եւ Իրանի միջև բանակցություններն առանցքային են։ Վան Ինը նշել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, բայց բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար։ Նա ասել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։ Շիրակի մարզում գյուղացուվարուցանքը մնացել է ձգձգվող անձրևային օրերի պատճառով։ Հողը չի հասցնում չորանալ, օրերն են նորմալ չեն տականում։ Մարզում գյուղատնտեսական տարին մեկ ամսից ավելի է հետ ընկել։ Առատ խոնավությունը թեև վնաս չէ մշակաբույսերին, բայց կարևոր է ցանկն ավարտել մինչև ամռան շոգերը, որ հնարավոր կլինի ցանածից բերք ստանալ։ Մենք միշտ ապրիլին սկսում էինք ցանելը, հիմնական կարտոշկեն, ճակնդեղը, ջազարը ավելի շուտ էին ցանում, բայց դե հավաքը ուշ էր։ Իսկ հիմի որ կարտոշկեն մի ամիս հետ էինք, արդեն իհարկե ֆերմերների համար մի քիչ դժվար է։ Ցորենի, կարու ու այլ մշակաբույսերի ցանկատարածքներում դեռ գյուղացու գործն ավարտված չէ, մինչդեռ անցած տարիների մայիսի կեսերին արդեն վարուցանքը վերջացրել էին, ոռոգման սեզոնին էին պատրաստվում։ Տարվա ցուրտն ու անձրևային օրերը փոխել են գյուղատնտեսական օրացույցը։ Արև է անում թե չէ, դաշտեն դուրս գալիս, որ մի բան ցանեն։ Ես քեզ ասեմ, հեչ բան չի ուշացել, մինչև արևադարձը հունիսի 22-ին է, մինչև այդ վաղտ կարելի է ցանել ամեն կուլտուրա։ Ընդորից հետո էլ ցանել չկա, վրձում է։ Ցուրտ է, ցուրտ, տակ բդերնո ծիլը դուրս կա։ Երբ չհարաճ օրը գնացի նայել եմ, մի սանտիմ հազիվ դուրս է եկի։ Հացահատկային մշակաբույսերի ցանկը ցածրադիր տարածքներում վերջացրել են։ Այժմ աշխատանքները կարտոֆիլի եւ բանջարաբոստանային կուլտուրաների դաշտերում են։ Պարկերով սերմացու են առանձնացրել, առանց անձրև օրերին են սպասում։ Փոքր ու միջին միշակտնտեսություններ սովորաբար օգտագործում են նախորդ տարվանից պահած սերմացուն, բայց ավելի խոշոր տնտեսությունները նախընտրում են ներկրվածը, որի ինքնարժեքն է նաեւ բարձր։ Սերմը չեմ առել, ցանածս եմ վերցրել, հետո ֆերմեր կա, ֆերմերն է տվել, նվիրել է։ Մոտավորապես մի 500 մետրի չափով ամբողջ մերվա կարտոշկես ինձ հերիք կուտա։ Նույնիսկ սերմսը գվերցնեմ։ Այս Ախույանի դաշտավայրերը ամենաուժեղ դաշտավայրերն են։ Հա, ասեմ։ Լավ բերկատու, լավ հողեր, մեկին ջրովի, իհարկե, սա ջրովի հողեր են ու շատ լավ է կելնի։ Հատկապես ճակնդեղը ու ջազարն։ Նախորդ տարի մարզում կարտոֆիլի ցանկատարածքները մոտ 500 հեկտարով պակասել էին, 3500 հեկտար էին կազմում։ Կարտոֆիլ ինչքան կցանեն այս տարի դեռ ժամանակը չէ հաշվելու։ Թվեր ու տվյալներ ունեն աշնանացանի ցանկատարածքների վերաբերյալ։ Աշնանը ցանած ցորենի ցանկերը կազմել են 19500 հեկտար, գրեթե 3000-ով ավելի, քան նախորդ տարի էր։ Կանոնացանի բարակայում դերևս թվեր չունենք, ցանկ ընթացքի մեջ է, միայն ցածրադիր հատվածներում ունենք ավարտված ցանքեր, բարձրադիրում նոր է սկսվել, դերևս կշարունակվի։ Տնտեսվարողները օգտվելով նաև եղանակի ստեղծած հնարավորությունից ընդլայնում են իրենց ցանկատարությունը։ Տարեց տարի ավելացող ծախսերը, ինչպես նաև բերքի իրացման եւ վաճառքի հետ կապված դժվարություններն են տնտեսություններից շատերին ստիպում կրճատել մշակվող հողատարածքները։ Հատկապես հացահատկի եւ կարտոֆիլի դեպքերում հիմնականում խնդիրներից մեկը ներկրվող արտադրանքի ֆոնին ձևավորվող ցածր գներն են։ Փոխարենը տեղական կարտոֆիլի արտահանում չկա։ Եթե խոսքի կարտոշկեն արդեն շատ կենի վաճառք չի ունի ալերգիր, այդ ժամանակ մենք մինուսով կաշխատենք արդեն։ Տեղական շուկան չկա։ Տեղական շուկա կվաճառենք հիմնականում, դեռ համար կսեմ, եթե խոսքի կարտոշկի ինքնարժեքը բանը ցածր կենի մեր ներտարածքումարից, արդեն ինստինկտիվ մենք մինուսով կաշխատենք։ Մեր մարզում մեծ քանակի շուրջ 75000 տոննա կարտոֆիլ է արտադրվում, որը մեր տնտեսվարողների կողմից վաճառվում է եւ տեղական շուկայում, ունեցել ենք նաեւ արտահանումների դեպքեր։ Մենք հացահատիկի արտադրության դեպքում ինքնաբավ չենք, այսինքն մեր արտադրածը մեր պահանջարկից շատ քիչ է եւ իրացվելիության հետ կապված խնդիր չկա, այլ է գնային
փոփոխությունը, որ նախորդ տարիների համեմատությամբ կարող է նվազած կամ նույնը մնացած լինի, այս պարագայում է ֆերմերային տնտեսություններին պետությունը ելի աջակցում է 2026 թվականի պետական ծրագրով նախատեսվում է մինչև 100 հեկտար հացահատկային, հատիկնդեղեն եւ բազմամյա խոտաբույսերի մշակության դեպքում փոխհատուցել հիմնական աշխատանքների եւ սերմնացուի համար կատարված ծախսերի 50%-ը։ Կանանացան ցորենի, կարու, հաճարի եւ վարսակի յուրաքանչյուր հեկտարի համար կտրամադրվի մինչև 70,000 դրամ։ Եգիպտացորենի դեպքում 85,000 դրամ, հատիկնդեղեն մշակաբույսերի համար 100,000 դրամ, իսկ բազմամյա խոտաբույսերի, արվույտի եւ կորենգանի մշակության յուրաքանչյուր հեկտարի հաշվով մինչև 110,000 դրամ փոխհատուցում։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Ուսումնական տարին անցավ անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի շուրջ գաղափարների, մոտեցումների հանրային քննարկումներով ու միջոցառումներով։ Աշակերտներին այն հնարավորություն տվեց դպրոցական միջավայրի մասին այնպիսի նախագծեր առաջարկել, որտեղ սովորողն իրեն կզգա ապահով, պաշտպանված եւ ներգրավված։ Նույն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 18 դպրոցներ մասնակցել են Շիրակի տմակի նախաձեռնած նախագծերի էքսպո մրցույթին։ Մեր նախագիծը կոչվում է անվտանգության կղզի։ Սա մի ամբողջական կրթական միջավայր է, որն ապացուցում է, որ անվտանգության կանոնները սովորելը կարող են լինել հետաքրքիր, բնավոր եւ հիշվող։ Կամոյի միջնակարգ դպրոցի աշակերտների ստեղծած անվտանգության կղզին ինտերակտիվ խաղ է, որին մասնակցողները քարտերի օգնությամբ կարող են բացահայտել, թե աշակերտներն ինչպես են պատկերացնում իրենց դպրոցի անվտանգ միջավայրը։ Աշակերտների ստեղծած ռեսուրս խաղերը նաև բոլորի համար հավասար հնարավորությունների, վատ սովորություններից հրաժարվելու մասին են։ Մենք դեռահասներին ուղերձ ենք տալիս, որ իրենք զերծ մնան վատ սովորություններից, քանի որ դեռահասների շրջանում վատ սովորությունը շատ տարածված է, տարածված հիմնական վատ սովորությունները ծխախոտի օգտագործումն է, թմրանյութերի օգտագործումը եւ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը։ Ապահով սրտեր ուժեղ դպրոցը։ Այս նախագիծը ստեղծվել է մեկ գաղափարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է իրեն ապահով զգա դպրոցում։ Մեր նախագծում ներկայացված են ինտերակտիվ խաղեր, հոգեբանական հատվածներ, որոնք օգնում են երեխաներին աջակցել միմյանց, ձևավորել վստահություն, ընկերասիրություն եւ կանխել բուլինգը։ Մենք հասկացանք, որ ապահով եւ հոգատար միջավայր ստեղծելու համար առաջին հերթին պետք է ոչ ասենք բուլինգին, դրա համար ստեղծեցինք իրավիճակային խաղ քարտեր, որտեղ աշակերտները հայտնվում են իրական իրավիճակներում եւ փորձում են ճիշտ արձագանքել եւ պաշտպանել միմյանց, լինել ավելի բարի եւ ուշադիր։ Անվտանգ եւ ապահով կրթական միջավայրը մեր դպրոցում էքսպո մրցույթը նախաձեռնելով Շիրակի տմակը հնարավորություններ ստեղծել մեկ վայրում համատեղել մարզի դպրոցականների գաղափարներն ու մոտեցումները կրթության համար ճիշտ միջավայր ապահովելու վերաբերյալ։ Ֆիզիկական միջավայրային հարմարեցումների հետ կապված իրենք ունեին իրենց առաջարկը, ունեին հետաքրքիր խաղեր, որոնք իրոք օգուտ են ու կնպաստեն երեխաների զարգացմանը։ Բնականաբար այլընտրանք կար ու այս պարագայում իրենց հնարավորությունները շատ լավն էին կիրառված։ Էլ չեմ ասում իրենց տիպային ու երազած դպրոցի մասին էին երեխաները ասում։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպիսին կցանկանանք լինել մեր դպրոցը ապագայում, մեր նոր կառուցվող դպրոցը։ Այստեղ տարել ենք բավականին մանրակրկիտ աշխատանք, ունենք իրավիճակային խաղ եւ թվային եւ առցանց տարբերակներով, ունենք տարբեր QR-ների մեջ փակցված մուլտեր, որոնք եւս մեր աշակերտուհու աշխատանքն են։ Էքսպոյում ներկայացված նախագծային աշխատանքներն ըստ մասնագետների լիովին կիրառելի են կրթական համակարգում։ Տմակի մասնագետները բազմիցս համագործակցում էին դպրոցի նախագծերի հետ, նախագծային թիմերի հետ եւ ստեղծված պրոդուկտները բազմիցս կիրառվում էին մեր մասնագետների կողմից եւ շատ հետաքրքիր էր ցույց տալ այդ համագործակցային կետը, ցույց տալ, որ նախագծերը կիրառական են։ Յուրաքանչյուր նախագիծ, եթե դիտարկենք որպես առանձին պրոյեկտ, շատ կարծում եմ ճիշտ կլինի, որ արդեն ավելի բարձր մակարդակում քննարկումների արժանանա։ Ինչու՞ չէ դիտարկվեն որպես պիլոտային ծրագրեր հենց դպրոցներում, որպեսզի վերհանվեն թերությունները եւ դրանք լրացվեն եւ որպես արդեն պատրաստի նախագիծ կոչվի իրագործման։ Դրանք անսահման կարեւոր են երեխաների համար, որովհետեւ նախագիծը ներկայացված է իրենց աչքերով։ Սա երեխաներին շատ լավ հնարավորություն է տալիս արտահայտվելու, իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու, փորձի փոխանակում կազմակերպելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, իրենց մոտ ստացված
կատարած արդյունքները ներկայացնելու, վերլուծելու, թերություններ իրենց ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու, ինչպես նաեւ ինքնահաստատվելու նաեւ հնարավորություն։ Նախագծերի առաջին էքսպո մրցույթը Շիրակի տմակում դառնալու է ամենամյա։ Էքսպոյի մրցութային բաղադրիչը դպրոցականների մոտ հարթակում լավագույնը լինելու ձգտումն է ավելացնում։ Նախագծային աշխատանքներն արժանացան խրախուսական պարգևների ու պատվոգրերի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրացում այսքանը, ծանոթացեք նորությունների մեր հետագա թողարկմանը։